Վրաստանի կառավարությունը սկսում է երկրի 10-ամյա զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները։ Նշվածի մասին խոսվել է կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետը նաև շեշտ է դրել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ երկրի տնտեսական վիճակի վրա։ Ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ավարտել այս փաստաթղթի վրա աշխատանքն ու հրապարակել այն։ Մենք կունենանք շատ կոնկրետ ճանապարհային քարտեզ, որի համաձայն կապահովենք մեր երկրի հետևողական ու կայուն զարգացումն առաջիկա տարիներին, հայտարարել է Իռաքլի Կոբախիձեն։ Գերմանիայի կառավարությունը հերքում է, որ Պետեր Ֆիշերը բնակարան է վարձակալել Մամուկա Խազարաձեից։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքեջում։ Տեղեկատվությունը պարունակում է Գերմանիայի համար այլընտրանք կուսակցության հարցերը եւ կառավարության պատասխանները։ Ինչպես հայտնի է, Գերմանիայի համար այլընտրանք խորհրդանական խումբը մի քանի շաբաթ առաջ Գերմանիայի դաշնային կառավարությանը հարցեր էր հղել Վրաստանում Գերմանիայի դեսպանի վերաբերյալ, որոնք հրապարակվել էին հոկտեմբերի 13-ին։ Գերմանիայի կառավարությունը պատասխանել է այդ հարցերին։ Հարցերը վերաբերում էին Վրաստանում Գերմանիայի դեսպանի կողմից Մամուկա Խազարաձեից թանկարժեք գույքի վարձակալությանը, դեսպանի հանդիպումներին ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ այդ հանդիպումների նպատակին։ Բունդեսթագը հաստատել է Պետեր Ֆիշերի հանդիպումը հանուն Վրաստանի կուսակցության ներկայացուցչի հետ։ Ըստ նրանց այդ հանդիպումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Ինչպես նշում է Գերմանիայի կառավարությունը, հանդիպումներն անցկացվում են Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Երեք ընդդիմադիր կուսակցությունների արգելման պահանջով դատական հայցն արդեն սահմանադրական դատարանում է։ Դատական գործընթացի մեկնարկից հետո իշխող թիմը կնշանակի, թե ով կլինի իրենց ներկայացուցիչը դատական նիստերում։ Իր հերթին լուծ արվողների ցուցակում ընդգրկված քաղաքական ուժերը պատրաստվում են դատական վեճ սկսել։ Կառավարությունը հայտարարում է, որ արգելվող կուսակցություններն ընտրվել են երկու չափանիշներով՝ կուսակցության հակասահմանադրությունը հաստատող իրավական փաստարկներ եւ երկրի սահմանադրական կարգին իրական սպառնալիքի ստեղծում։ Իշխող թիմի ղեկավարները վստահ են, որ որոշման իրականացումը կհանգեցնի բևեռացման նվազմանն ու վրացական քաղաքական դաշտի առողջացմանը։ Ընդդիմությունը նշված հայցը գնահատում է որպես քաղաքական հետապնդում, ճնշումներ եւ բռնապետության ձևավորում։ Ազգային շարժումը, Նորը եւ ԼԼ-ն այն երեք քաղաքական ուժերն են, որոնց չեղարկման պահանջով իշխող թիմը դիմել է սահմանադրական դատարան։ Դատարանն ունի 9 ամիս ժամանակ որոշում կայացնելու համար։ Հայցի գլխավոր հիմքը խորհրդանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի ծավալուն եզրակացությունն է։ Շրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Կոբա Գաբոնիային այսօր հավանաբար պաշտոնապես կառաջադրվի մեղադրանք։ Հետաքննությունը ձերբակալվածին մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Գործը վերաբերում է 30 մանկապարտեզների վերանորոգման համար քաղաքային զարգացման հիմնադրամից հատկացված 9 միլիոն 365 հազար լարի խարդախությամբ յուրացմանը եւ 1 միլիոն 211 հազար լարի անօրինական եկամուտների օրինականացմանը։ Հայտնի է, որ խուզարկություններ են անցկացվել ենթակառուցվածքների նախկին նախարար Իռաքլի Քարսալաձեի ու այլ անձանց տներում, ընդհանուր առմամբ 20 տարբեր օբյեկտներում։ Ինչպես պարզ է դառնում, սա այն գործի շարունակությունն է, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին ղեկավար Դավիթ Տաբիձեին։ Նշված գործով կալանավորված են նաև Լագի Կապիտալ ՍՊ-ի ղեկավարները։ Հանցագործությունը նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Վրացական մշակութային ժառանգությունը եւ ինքնատիպ ինքնության եւ բազմազանության եւ ազգի էության օրինակ։ Այսպես է արտաքին գործերի նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր անսամբլեայի 43-րդ նստաշրջանի պատվիրակներին ներկայացրել վրացական մշակութային ժառանգությունը։ Բանավեճի ձևաչափում Մակաբոճորիշվիլին կենտրոնացել է մշակութային ժառանգության պաշտպանության ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա։ Շեշտը դրվել է խաղաղության կարևորության վրա, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նա խոսել է հայտարարված կրթական բարեփոխումների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերի մասին։ Նախարարը պատվիրակներին հրավիրել է ասամբլեայի շրջանակներում բացված վրացական անկյուն եւ տեղում հանդիպել գործընկերների հետ։ Գլդանի Նազալադեվի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 5 անձի մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման ու վաճառքի մեղադրանքով։ Նրանց անձնական բնակելի տների եւ մեքենաների խուզարկության, ինչպես նաեւ քննչական փորձարարության արդյունքում որպես ապացույց նրանց կողմից նշված վայրերից արգրավել է վաճառքի համար պատրաստված մեծ քանակությամբ տարբեր թմրանյութեր, այդ թվում մետադոն, ալֆա-ԲՎՊ ու չորացրած մարիխուանա։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Վրաստանի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է 4 անձի սահմանն ապօրինի կերպով հատելու համար։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները շրջանցելով սահմանային անցակետը խմբովի Ադրբեջանից Վրաստան են անցել Վրաստանի պետական սահմանով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանում ձերբակալվել է 33 օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թվում են Գանայի, Իրաքի, Պակիստանի, Չինաստանի, Եմենի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի քաղաքացիներ։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Այժմ նշված անձինք գտնվում են միգրացիայի վարչության ժամանակավոր կալանավայրում։ Համապատասխան ընթացակարգեր են իրականացվում նրանց երկրից վտարելու համար։ Սեպտեմբեր ամսին Վրաստանի տնտեսությունն աճել է 6.4%-ով։ Տեղեկատվությունը հրապարակել է ազգային վիճակագրական ծառայությունը։ Ներկայացված տվյալների հիման վրա 2025 թվականի առաջին 9 ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 7.7%։ Գերատեսչության հաշվետվության համաձայն սույն թվականի սեպտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արտադրությունը, տրանսպորտը եւ պահեստավորումը, տեղեկատվական ու հաղորդակցական ծառայությունները, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունը։ Նվազման միտում է նկատվել շինարարության ու էներգետիկայի ոլորտներում։ Վրաստանի նախագահն իր երեխաների հետ այցելել է Թել Ավիվի Բատոնի Բերթամրոց։ Նրանք շրջել են ցուցասրահներում, հնագիտության, ազգագրության ու կերպարվեստի 2 սրահներում։ Նախագահը ծանոթացել է հետագա նախատեսված միջոցառումներին եւ նախագծերին։